Քաղաքացիների հատուկ սպասարկման հողակը տենց նախնադարյան ինչ-որ տրամաբանությամբ աշխատում, թղթեր ժեկի թուղթով են ճշտում ընդեղ այդ մարդը կապված է մահացածի հետ կամ ինչ-որ, չգիտեմ, բանի զինվորական գրքույկով եւ այլն, այսինքն պետք է դա թվայնացնել ամբողջական եւ ունենալ պատկերը թվայնացված թե վայրերի, գերեզմանատների եւ թե մարդկանց ունեցած իրավունքների հետ կապված այդ հատվածում։ Դրա հետ կապված որևիցե աշխատանք կա, նախատեսված է թե ոչ։ Շնորհակալ եմ, պարոն Թորոսյան։ Գալիք երկուշաբթի օրը, պարոն Թորոսյան, մենք հայտարարելու ենք ես նախագծի մեկնարկի մասին, Yerevan Electronic Services նոր հարթակի մասին, որտեղ որ արդեն իսկ մենք գրեթե բոլոր ծառայությունները մեր թվայնացված դեռևս web ֆորմատով ունենալու ենք, մինչև տարվա վերջ մենք պլանավորում ենք բոլոր մեր քաղաքի կողմից բոլոր մատուցվող ծառայությունները բոլոր հնարավոր, այսինքն գրեթե ենթադրում եմ ծառայություն չի մնալու, որ էլեկտրոնային հարթակով հասանելի չի լինելու եւ մինչեւ տարվա վերջ պլանավորում ենք, որ ես հարթակը ունենա հավելվածներ եւ Android-ի եւ iOS-ի համար, ինչ վերաբերում է հատուկ սպասարկման հողակին, անպայմանորեն հարցին կանրադառնանք ոչ միայն բուն թվայնացման մասով, այլև կանրադառնանք նաեւ հենց բիզնես process-ների պարզեցման մասով, որտեղ որ հնարավոր է, օրինակ մասնավորապես եթե ինչ-որ մի թուղթ ուզում ենք, բայց այդ թուղթը կարող ենք մեր interoperability հարթակից ստանալ, EKG-ից ստանալ ավտոմատ կերպով, վստահորեն հենց այդպես էլ կանենք։ Արձագանք։ Պարոն Ավինյան, այսինքն որ հարց չտայինք, այդ եսի մասին չէինք իմանալու կամ ասենք ոնց է աշխատվում էլի ավական։ Կիմանայիք երկուշաբթի օրը, պարոն Թորոսյան։ Այս գալիք երկուշաբթի, այսինքն սաղ ծրագիրը մտածված, որոշված, նույնը մեր բաների հետ էր կապված, հա, ուրեմն թվայնացման մեր ավտոբուսների վճարների հետ կապված, սաղ իմացանք, ուշ իմացանք, առաջարկ արեցինք, չընդունվեց, խնդիրներ եղան, հիմա նույն մաղթում եմ հաջողություն, բայց դուք ավականու հետ շատ վատ եք աշխատում, հարգելի իշխանավոր, գրեթե չեք աշխատում։ Պարոն Թորոսյան, ցավում եմ, որ այդ կարծիքն ունեք, մենք աշխատում ենք նույնիսկ չբարձրաձայնած ձեր հարցերին լուծումները տալ եւ երկուշաբթի օրը, եթե ներկայացված զեկույցի վերաբերյալ թեկուզ մեկ հարց կունենաք, մեծ հաճույքով մենք կլսենք ձեր կարծիքը դրա մասին։